Ողջույն նորագիր նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Երևանի ավագանում Այր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին։ Բարև ձեզ, պարոն Սուքիասյան, շնորհակալ եմ հրավեր ընդունել համար։ Պարոն Սուքիասյան, Երևանում վերջին շաբաթներին այսպես առատ ձյանտեղումներ եկան, եթե նախորդ տարի քաղաքային իշխանությունը նշում էր, որ պատրաստ չէին դրա համար էր ձնամաքրման աշխատանքները վատ, այս տարի եւս այդ ձնամաքրման աշխատանքները ձախողվեցին։ Ձեր գնահատմամբ ինչ է սա, անգործության թե սխալ կառավարման հետևանք։ Ինձ թվում է եւ երկուսն էլ։ Այստեղ ուղղակի ակնհայտ է, որ մարդիկ այն շուկով, որ պատրաստվել էին նոր տարուն, այդ սալյուտներ, լույսեր, մյուս համերգներ, ահա դրա բերումով որոշակի իրենց մոտ տոնական տրամադրություններ եւ չեր երևում այն չինովնիկը, որը պետք է մասնավորապես Երևանի աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատակիցներին, վարչական շրջանների ղեկավարներին, ասեր գիտեք, մեր գործը բնույթը այնպեսին է, որ անգամից եթե տոն է, մենք պիտի այդ տոնին մասնակցենք կամ որոշ դեպքերում առհասարակ չմասնակցենք եւ զբաղվենք տոնի այլ հիմնական մասնակիցների բնականon տեղաշարժը ապահովելով։ Դա ամենապարզ օպերատիվ պատասխանատվությունն է, որ պետք է կրի քաղաքային իշխանությունը։ Եվ իզարմանացից պիտի ասեմ, որ այդ վատ կառավարվող այդ քաոտիկ վիճակից հետո առաջին իսկ գործակարգավարականի ժամանակ Տիգրան Ավինյանը դժգոհում էր ոչ թե իր ստորադասների վատ աշխատանքից, այլ թե ինչու իր ստորադասները չեն գնացել եւ տնտեսվարողներին չեն տուգանել, որ ամեն մեկը, չգիտեմ, իր խանութի կամ իր վարսավիրանոցի դիմացի 5-10 քառակուսի մետր, ասենք թե չի մաքրել։ Ասենք թե նրանք դա արեցին, դրանից քաղաքի անցանելիություն ամենևին չի ավելանալու հաստատ, հա։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ասենք մասնավորապես փոքր բիզնեսի տեղեր կան, չգիտեմ, գեղեցկության սրոտեղ կանայք են աշխատում, հիմա ինչ այդ կանայք պիտի մաքրեն այդ փողոցները։ Դա նախկինում էլ ա եղել, 2009 թվականից գործում այդ կարգը, դա նորություն չի։ Բայց դա որպես այսպես հավելյալ աջակցությունն է, դա չի կարելի համարել, որ քաղաքային իշխանությունը իր անելիքները ամբողջովին արել է, այդ տնտեսվարողները իրենց հասանելիքը չեն արել, հա։ Եվ այդտեղ էլ շատ լուրջ հարց է առաջանում, որ քաղաքի ավականի որոշել է, որ տնտեսվարողը այդ տարածքները մաքրի, ասենք, որոշակի կոնֆլիկտ կա այդտեղ տրամաբանության եւ օրենքի, որովհետեւ քաղաքային ավականին չի կարող, ասենք, բնության տարերքների ժամանակ տնտեսվարողի վարքագիծը թելադրի։ Հետևաբար, չնայած եթե 10 տարին 12 ամսվա ընթացքում տնտեսվարողը իր տարածքի մաքրությունը մոտավորապես ապահովի, դա ինչ-որ միտեղ հասկանալի է։ Բայց ձյան ժամանակ ասել դե հիմա դու պետքա իբր դուք շատ եք ձեր տոնը ընդհատել, ձեր անելիքը արել, որ քաղաքացին է, տնտեսվարողն էլ իր մերձակա տարածքը, հա, մաքրի։ Սա նորություն չէ, սա բնական օրինաչափ քպեական կառավարման այդ ողբերգական հետևանքներն են։ Մենք տարբեր տեղերից ինֆորմացիաներ ենք ստանում, որ տարբեր բժշկական կենտրոնների տրավմատիկ բաժանմունքները ուղղակի հեղեղված են կոտրվածքներով։ Այո, իմ հարցը հաջորդի դրան է վերաբերում։ Ինչ պատասխանատվություն պիտի կրի քաղաքային իշխանությունը այդ դեպքերի համար։ Այն որ իրենք վկայակոչում են, որ այս կամ այն զարգացող քաղաքակիրթ երկրում կար նման օրինակ, որ մարդիկ դուրս են գալիս եւ բահերով մաքրում են, օգնում են քաղաքային իշխանությանը։ Դե այդ նույն օրինակով էլ քաղաքակիրթ երկրներում, եթե հանկարծ նման բան ա լինում, իշխանությունները չեն թողնում, որ որևիցե մեկը դրա հետ կապված ինչ-որ նեղություն քաշի, կլինի ապաքինում, կլինի անգործունակության հետ կապված վնասների հատուցում եւ այլն, եւ իսկ բանը այնպես են անում, որ բանը չհասնի դրան։ Հիմա այս պարագայում դա պիտի ենթադրի կամ որ քաղաքացիները համապատասխան փաստաթղթեր հավաքեն շտապ օգնության ահազանգ, եթե եղել է Բուշ հաստատության էպիկրիզ, թե ինչ ծառայություններ ա մատուցվել, դիմեն քաղաքային իշխանությանը եւ եթե անվճար չի եղել այդ սպասարկումը, եղել է վճարովի, դրա հետ կապված դիմեն նրանց, որ հատուցեք մեր վնասները, նրանք էլ կամ կհատուցեն, կամ չեն հատուցի, իսկ եթե չեն հատուցի, գնացեք դատարան։ Իսկ դատարանները մեր մոտ գիտենք ինչ վիճակ է, որ
միջնչին գործի հետ կապված process-ը կարող է տարիներ տևել, այնքան ծանրաբեռնված են մեր դատարանները։ Իմիջայլոց, ես վերջերս տեսա վիճակագրություն, մի պատկառելի թիվ է կազմում տրանսպորտային հանցագործությունների բերումով դատական գործընթացներով է ծանրաբեռնված նաև մեր դատական համակարգը, այսինքն դրանք առողջական իրավունքի առող վարորդների պատասխանատվության հարցն է, երթևեկության ճիշտ չկարգավորման արդյունքում ի հայտ եկած կարգազանցություններն են, այսինքն սա մի ամբողջ համալիր շղթա է, հա, որ տանում է նաև, ասենք, չգիտեմ, օրենսդրություն, ոստիկանության աշխատանք, առանձին հատվածական լուծումներով քաղաքում ոչ քաղաքակիրթ իրավիճակ կունենաս, ոչ էլ դու կունենաս պաշտպանված քաղաքացի, որը չի մտածի տնից դուրս գամ իմ հետ ինչ կպատահի։ Այնպես որ Երևանի քաղաքապետարանի աշխատանքը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ապիկար կառավարման, այսպես ասենք, առավել ցցուն մակետն է, որտեղ երևում է եւ տնտեսվարության ապաշնորհություն, եւ օրենսդրական կարգավորումների փնթիություն, եւ նաեւ կատարողական բնույթի անկարողություն, եւ այդ տոնական օրերը առավել քան այլ իրավիճակներ ի ցույց է դնում, որ ձյան ժամանակ, բայց ինչի մենակ ձյան ժամանակ, անձրևի ժամանակ էլ է նույն վիճակը, կամ բնապահպանական վիճակը, որը ամբողջ տարին է, դե ասում են լավ է, դե քամին կգա, օդը կմաքրի, արևը կգա, ձյունը կմաքրի, դե իրենք էլ պարգևավճար կբաժանեն, էլի, դա իրանց մոտ դա շատ լավ է ստացվում, առհասարակ իրենք այդ հեղափոխական աշխուժակներից դարձան իրականությունից կտրված տաքուկ կաբինետներում նստած, այսպես ասենք, խոշոր չինովնիկներ, որոնք արդեն վերամբարձ են խոսում եւ միայն այդպես ռեպրեսիվ մեքենան բանեցնելու սպառնալիքներն են միայն դա է մնացել, մարդկանց վախեցնել, դարձնել տուգանքի մատերիալ, թաղապետերի վրա մուննատ գա, թե ինչի չեք գնացել տուգանել եւ այլն։ Հետեւաբար քաղաքացիները նաեւ առաջիկա ընտրական գործընթացներում պիտի ցայսօր տեղի ունեցած իրադարձություններից եւ կառավարումից հետեւություն արած գնան ընտրական տեղամաս եւ հասկանան, որ թե քաղաքային իշխանությունը, թե կենտրոնական իշխանությունները նրանք նույն անկարող եւ ամոթալի շղթայի տարբեր օղակներն են, եւ իրենք են ընտրելու արդյոք կուզեն այդ մղձավանջը շարունակվի, եթե ոչ գնալ տեղամաս եւ ընդդիմությանը քվետալով փորձել հասնել այս իշխանության հեռացմանը։ Պարոն Սուքիասյան, Տիգրան Ավինյանը վերջին ավականուն նիստի ժամանակ այսպես գռեհիկ բավականին արտահայտվեց ընդդիմադիր ավականու անդամների հետ խոսելիս, ներողություն եմ խնդրում, մեջբերեմ հայր խոսքը շատ է լոճվում արտահայտությունը, ասած ինչպես կմեկնաբանեք սա, ինչու երբեմնի զուսպ հավասարակշռված Տիգրան Ավինյանը հանկարծ այդպես հունից դուրս եկավ, որտեղ ավելի վաղել ինքը ավելի ուշ էլ ինքը ասաց, որ ձեզ հետ պիտի խոսի նկատի ունեմ ընդդիմադիրների հետ ձեր լեզվով։ Նախ այդ կարծիքը, որ զուսպ եւ հավասարակշռված, ես համաձայն չեմ, նման պորտկումների դրսևորումներ բազմիցս են եղել, եւ այդտեղ պիտի առանձնահատուկ ընդգծեմ, որ ընդդիմադիր հիմնական օպոնենտը քաղաքային իշխանությունների Մայր Հայաստան խմբակցությունն է, բայց դա մի շատ կարևոր դրվագ։ Բացի քաղաքական գնահատականից, բացի երևույթներին տրվող մեր որակումներից, ի ցավ իրենց եւ ի բարեբախտություն երևանցիների, մենք ցանկացած հիմնախնդիր փաստաթղթերով, տեղում, շրջայցերով ուսումնասիրում ենք, այսինքն մենք սկզբից հնչեցնում ենք փաստը, հետո նոր տալիս ենք գնահատականը։ Իսկ դա ազդում է նրանցի արդերի վրա։ Իրենք սովոր չեն պրոֆեսիոնալ ավականու գործունեության, որ գնահատանքների հետևից վեր հանեն եւ այնպեսի անհերքելի փաստեր դնեն հանրության առաջ, որ իրենք ուղղակի չկարողանան դա հերքել։ Այսինքն դա այդ քրոնիկ բնույթ կրել է միշտ նախկինում, բայց այսպեսի մի դրվագից դուզ ասեմ, որ պարզապես երբ որ օգտվելով վարչական լծակից իր միկրոֆոնը մնում է միացված, ընդդիմության միկրոֆոնները անջատված, հավատացեք, նման որակումներին 1-ին 10 հնչում է։ Այսինքն ոչ մեկը կուլ չի տալիս նրա այդ խոսքերը։ Ինքը հայտնում է շատ ավելի վատ իրավիճակում եւ իրեր համար հասկանալի է դառնում, որ ինքը չունի այլ տարբերակ, քան անընդհատ ոստիկանություն հրավիրել, եւ ինչքան կարելի է անդիմադիր անդամներին ավականու ոստիկանություն կանչել կամ դրսից այդ կարմիր բերետավորներին կանչել, բիրտ ուժով հանել, դա նշանակում է այդ մարդը չի տիրապետում նիստերի դահլիճին։ Նա չի կարողանում պատշաճ նիստը վարել։
նա չի ստեղծում այն հարգանքի եւ պատկառանքի մթնոլորտը, որ անգամից եթե դու քաղաքական օպոնենտ ես եւ շատ անհաշտ ես, շատ ռադիկալ ես, բայց էլեմենտար, հա, մարդկային կոնտակտի բան չլինի, հա, երևանցիներին հարգելով գոնե, այդ ամենը մնա խաղաղ ընթացքի մեջ, որքան էլ որ կրքերը կարող են լինել սուր, բայց վարվեցողության եւ կոմունիկացիայի խնդիր չառաջանա։ Դա ամենալուրջ ինդիկատորն է, որ այդ մարդը իր տեղում չի։ Ու մենք բազմիցս ենք ասել, գնանք արտահերթի, առանց այն էլ դուք չունեք մեծամասնություն։ Գնանք երկու անգամ ասել են, հա, մենք պատրաստ ենք, հետո ձեր ասած դույն ձեզ զուս հավասարակշիռը հետեւությունն այլ որ դա այնքան էլ ինքը պատրաստ չի դրան եւ ինչ որ մի ձև փորձելա դրա տակից ով լինի հասարակական պահանջ եւ այլն հասարակական պահանջը երբ որ ասում են տրանսպորտի բոյկոտ դու պիտի տուգանես մարդկանց էկոլոգիայի վատ վիճակ ցնահեռացումը նորմալ չի ջրահեռացումը նորմալ չի քաղաքում խցանումներ են աղբահանությունը թանկացրել է գույքահարկը թանկացրել է եւ այլն թանկացում տեղական турքերն ու վճարները թանկացրել է կարմիր գծերը պարտվում եք լավ դրանից ավելի մեջ հանրային ինչ պիտի լինի որ դուք գնաք արտահերթի բայց իրենք է շատ լավ հասկանում որ արտահերթի պարագայում 23 թվականին Էրդողանի աջակցությամբ հավաքած իրենց ձայների կեսն էլ չեն հավաքելու իրենք էլի ինչ եմ ասում Էրդողանի աջակցությամբ որ ընտրություններից երկու օր առաջ Փաշինյանը զանգեց Էրդողանին խնդրեց որ Եվրոպի հարցակվեք Արցախի վրա երկու օր համբերեք ընտրությունները ավարտվի հետո կհարցակվեք ու այդպես էլ եղել է ես պատահական վիճակագրություն չեմ ասում այդ են իրենք ինչի մասին է խոսքը եւ կլինի տեղից ինչ որ ռեպլիկներ անել, արտահայտություններ անել, անպատասխանատու դրան պատասխանել հակադարձել, կլինի ինչ որ փաստեր վերհանել եւ տա քաղաքական գնահատական, իրենք պարզապես հատ դիսկոմֆորտի մեջ են մեր ներկայությունից այնտեղ, իրենց նյարդերը տեղի են տալիս եւ պարբերաբար նման պորտկումներ են ունենում, որը ի ցույց է հանում իրենց անզորությունը, իրենց անկարողությունը Եվ այդտեղ պիտի ասեմ, որ հանրությունը շատ լավ վերլուծում են, հասկանում են, տեսնում են այնտեղ ինչ է կատարվում եւ ոչ մեկը գլուխը կախ նստած չի լսում այդ ամբաղ-զամբաղ արտահայտությունները։ Դրանք հակադարձվում են եւ հետագայում էլ որովհետեւ մեկ անպատասխան չի թողելու այդ դրսևորումները։ Տիգրան Ավինյանն օրերս նաեւ ասաց, որ մարդկանց թվում է, որ եթե Երևանի փոխարեն անտառ լինի, օդի որակը կլավանա, բայց դա այդպես չէ։ Կիսում եք այդ տեսակետը։ Տեսեք, ծառատունկը էկոլոգիայի մի մասն է շատ լավ, բայց երբ որ դու այդ ծառատունկը կլինի շատ թե քիչ, դրան զուգահեռ անում ես քայլեր, որոնք վատացնում են քաղաքի էկոլոգիան, միայն ծառատունկով հնարավոր չէ քաղաքի էկոլոգիան բերել բալանսի։ Ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, հիմա էլ կասեմ, որ ոչ Երանի, Երևանի ապագա իշխանություններին։ Ճիշտ այնպես, ինչպես ոչ Երանի, Հայաստանի ապագա իշխանություն։ Վատ ժառանգություն։ Դե հիմա տեսեք, իրենք ինչ կարգախոսներով եկան, ինչ արեցին, որտեղ արատավոր բան տեսա, ասեցին, վայ նախկիններն են մեղավոր եւ այլն։ Բայց նախկիններից, չգիտեմ, շատ-շատերի հետ գնում են գործակների, դատական գործընթացները վաղեմության հիմքով տենց ձգում են, շատ ու շատ կարգազանց նախկիններ տրզած փորերով վարելում են իրենց հա, բարեկեցությունը, իրենք էլ ինչ որ թե հիմնադրամներով, բանով կամ չգիտեմ, ինչ որ ուրիշ տարբերակներով ինչ որ բաժին են ստանում։ Հիմա այդ հնարավոր բանը, որ իրոք դժվար է լինելու հետագայում ապագա իշխանություններին քաղաքային չասել էլի, որ գիտեք նախկինը այնպիսի քաոս է ստեղծել, որ մեկ օրում կախարդական փայտիկով հնարավոր չի դիցուկ լուծել քաղաքի խցանումների հարց։ Մինչև դու գաս իշխանության եւ ասենք քաղաքի կենտրոնում մի քանի հատ վերգետնյա, ստորգետնյա ավտոկայանատեղի մինչև կառուցես, որ կարողանաս փողոցներից այդ կարմիր գծերը վերացնես, մարդկանց ուղղորդել ասել փոքր կենտրոնում կարելի է մեքենա կանգնացել X տեղում եւ ձեր ժամանակից նախատեսեք 10 րոպե քայլք, մինչև ձեր հանդիպման տեղակայման վայրը, հա։ Դու չես կարող ուղղակի փողոցներից։ Հիմա այդ գիծն են իրենք բռնել, դա են սպառնում, որ ինչ որ փողոցներում արգելելու են կայանելը։ Բայց եթե ոչ այդ փողոցում մարդը կարող է կայանել, ոչ հարակից փողոցում կայանելու տեղ կա մոտակայքում, եւ բայց մարդը պիտի գա այդտեղ կամ հանդիպման կամ աշխատանքի, կամ չգիտեմ, կինո, թատրոն, սրճարան։ Ինչ է առաջարկում մարդը մեքենա որտեղ կանգնացնի։
Թե ձեր աչքածակության երեսից, որ ամբողջ քաղաքը մեծացել եք տրանսպորտը կոլապսի է ենթարկում, մարդիկ պիտի մեքենայով չշրջեն ուղղակի։ Ասում ենք տանում ենք հասարակական տրանսպորտ։ Որ հասարակական տրանսպորտ։ Այն որ տեղ չկա նստելու։ Իբր ովքեր այս պահին օգտվում են, դու նրանց կարողացել ես սպասարկել պատշաճ շարժակազմերով, մի հատ էլ ովքեր մեքենա ունեն, այսպես էս փողոցում արկելում են, մեքենա ձեր տանը կանգնած որ տրանսպորտ նստի, ու կապ չունի որ տեղ չկա այդ տրանսպորտի մեջ։ Այսինքն այս մարդիկ բերել են, ուզում են սայլը դնել ձիուց առաջ, տենց չի լինում, էլի։ Ու առհասարակ Երևանը շատ լուրջ մարտահրավերներ առաջ է կանգնել այս խայտառակ թվով շինթույլտվությունները։ Իրենք են ասում, որ Երևանը մոտենում է 1.200.000 բնակչության։ Իսկ մեր քաղաքի ենթակառուցվածքները բավական են դրա համար։ Մեր փողոցների թողունակությունը հերիքում է, որ այդքան մեքենա գնա գա։ Այդ, չգիտեմ, ասենք ամեն շենք որ կառուցեցին, տակը մի հատ խանութ, երկու հատ խանութ, մատակարարները պետք է գնան գան, դա խցանում առաջացնում։ Կամ չգիտեմ, մեր քաղաքի այսքան մեծանալուց բավականացնելու, ասենք, չգիտեմ, ջրամատակարարումը։ Ասենք, երբ որ Վեոլա ջրին հետ մենք հարաբերվում ենք, աշխատում ենք, ասում ենք, այսինչ կետերում կա, այսինչ խնդիր է, մարդիկ ասում են, հա կա, բայց երբ որ մենք ստանձնել ենք քաղաքի կառավարումը, մեզ չեն ասել, որ քաղաքի այդքան մեծանալու է։ Հիմա մենք ինչ անենք։ Ասենք, Այրացիայի կեղտաջրերի մաքրման կայանի կողքը 16 թվականից կա նոր ստեղծված կեղտաջրերի մաքրման կայան։ Առ այս պահը չի գործում դա։ Բայց մենք շարունակում ենք ֆրանսիական վարկը վճարել։ Ու այդ կայանը չօգտագործման պատճառով սկսում է արդեն տեխնիկական խնդիրներ իր մոտ։ Ստացել է մենք վարկը մարեցինք եւ ստացանք մի հատ կեղտաջրերի մաքրման կայանի գերեզման։ Ոչինչ իրեն չներկայացնում։ Ու ամեն օր Երևանի կեղտաջրերը լցում են շրջակա միջավայր։ Ընդհանուր նաեւ Արարատյան դաշտ։ Հիմա դրա պատասխանը ով է տալու։ Դե քաղաքապետարանը Վիոլիային է մեղադրում, Վիոլիան քաղաքապետարանն է ասում։ Կեղտաջրերի մաքրման կայանը ոչ մեկի Վիոլիայի բալանսում չի գտնվում։ Բա դու իշխանություն ես, դու կամ բանակցի տուր Վիոլիային, կամ չգիտեմ, պետգույքին տուր, կամ քաղաքապետարանին տուր, դա ամոթագույն վիճակ է, որ դու հասցնում ես 1.200.000-ի քաղաքի բնակչությունը, շինթույլտվություններ ես տալի, որից հավելյալ մուտք է ապահովում բյուջե, որ դու գլուխ գովաս, որ սեփական եկամուտները ավելացել են, բայց այդ ավելացած սեփական եկամուտներից ինչքանն է ծառայում քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը։ Այդտեղ է շան գլուխը թաղված, որ ով ինչի համար է եկել իշխանության, ով ոնց է կառավարում, հա։ Այդ առումով Երևանը շատ աննախանձելի եւ շատ բարդ իրավիճակի առջեւ է կանգնած եւ Երևանի հաջորդ իշխանությունները պիտի շատ ներառական ուրբանիստներից սկսած տրանսպորտնիկներով շարունակած շատ տարբեր լուրջ մասնագիտական խմբեր հավաքեն, դա մի հոգու խելքի բան չի լինելու Երևանը այս վիճակից հանելը, որքան էլ այդ մարդը լինի տաղանդավոր, օժտված կամ փորձառու։ Շատ լուրջ մասնագիտական խմբեր պիտի աշխատեն արկա իրավիճակը ֆիքսելու, այս քաղաքի խելահեղ մեծացումը կասեցնելու եւ որոշակի կանոնակարգում մտցնելու, որ Երևանը չդառնա անտանելի քաղաք, արդեն իսկ մենք այդ ճանապարհին ենք, որովհետեւ եթե ասենք, չգիտեմ, պիկ ժամերին քաղաքի ծայրամասից կենտրոն հասնելը մի հատ մեծ էպոպեա է դարձել։ Շատ խնդիրներ կան, բայց ամենակարևորը ես գտնում եմ, որ Երևանը չպետք է ունենա կաբինետային քաղաքապետ եւ փոխքաղաքապետներ, վարչությունների պետեր։ Պետք է դրանք անդադ շրջեն քաղաքում։ Պետք է իրենց մաշկի վրա զգան տեսնեն ինչա կատարում, հատկապես քաղաքային բյուջեից տրված մեծ ֆինանսների ծախսման պարագայում պարբերաբար պիտի գնան շինհրապարակ։ Տեսնեն թե արդյոք օրինակ շինարարը բարեխիղճ է թե ոչ թե վերջում սպասեն տեսնեն եթե լավը չի որակը, այ ավարտական ակտը չտան օրինակի համար։ Դա պետք չի Երևանցուն։ Ասենք ցանկացած քաղաքաշինական պրոյեկտում, երբ որ դու մեծ փողեր ես տալիս համայնքային, այդտեղ կա նաև տեղհսկման արտապատվիրակված ծառայություն։ Այդ տեղհսկման համար այնպեսի չնչին գումարներ են տալիս, որ տեսնում ես ոչ մի բարեխիղճ տեղհսկող չի կարող այդ գումարներով գնալ պատշաճ տեղհսկողություն իրականացնել։ Եվ որի արդյունքում դու ունենում ես, ասենք, խնդիրներ։ Ասենք ստացվում է տեղհսկողը ընդհանրապես թուղթ է վաճառում։ Դե քանի որ այնքան չեք տալիս, որ ես լիարժեք ծառայություն մատուցեմ, փոքր գումար եք տալիս, գումարնից այս թուղթը դες գնացեք ինչ ուզում եք արեք։ Չգիտեմ, նույն տրանսպորտի հետ կապված, Երևան ավտոբուս ՓԲ-ի հետ կապված, գործադուլներ, վարորդների ծահազանգեր, ընդհանուր մինչև
հակակոռուպցիոնում գործակնում վարորդներից մեկը պարզ գնացել գրել էր ինչա կատարվել, ոնց է եղել, այդ կանխիկի շրջանառություն եւ այլն, մի ահավոր սև խորը չի եղել Երևան ավտոբուս ՓԲ-ն, հիմա էլ ես լավատես չեմ, որ ամեն ինչ այնտեղ նորմալ է։ Երևան ավտոբուս ՓԲ-ի տնօրեն ա եղել, որ ասում է կարճ ժամանակում հարստացավ, գնաց Միացյալ Նահանգներ։ Քաղաքապետարանում գազկի պետ ա եղել, էլի հարստացել նահանգներ, ես վերջերս էլ ավականու անդամը վերկացավ գնաց նահանգներ։ Քաղաքական եւ քաղաքային առումով պաշտոնի հասած հաջողակ մարդը ինչի պիտի վեշերը հավաքի մի օր երկրից գնա Ամերիկա։ Հարթ միգուցե փախնելու բան ունի, տանելու բան ունի հետը։ Պարբերաբար մինչև միասնական տոմսային համակարգի անցում կատարելը նիստերի ժամանակ ուղիղ նայելով հեռուստախ տեսախցիկին, ասում գլխավոր դատախազին գնացեք Երևան ավտոբուս ՓԲ։ Այնտեղ մենակ կանխիկի շրջանառության հետ կապված չէ, որ կան հարցեր։ Այնտեղ կա հարցեր վարելիքի հետ կապված, տեղ սպասարկման, պահեստամասերի հետ կապված։ Գնացեք հետևից, ոչ մեկը չի գնացել։ Ոչ մեկը չի գնացել, ոչ մեկը չի զբաղվել այդ հարցերով։ Բայց ես կարծում եմ, որ Տիգրան Ավիանը պայմանական անհատ է։ Ասենք որ մեկ ուրիշին բերեն դնեն, էլ իրենցից։ Անելու է մոտավորապես նույն բանը մի քիչ աչք կամ ձախ։ Քանի որ այդ ամեն ինչի թույլատրողը, հովանավորը, Մեկենասը Նիկոլ Փաշինյանն է, եւ եթե նա կարողացավ իրեն թույլ տալ Ավենյանի նախորդ աշխատավայրի Անիֆի հետ կապված կառավարության, այդ իր լեզվով ասած քաղաքացու մի գրպանից անի այդքան փող բանանի, հա, հատուցի, որ հա ոչինչ լավ դե հիմա մեծ բան չի, տվեք թող գնա այդ թեման փակվի։ Թե կարելի է Տիգրան Ավինյանների արատավոր աշխատանքի հետքերը ծածկել քաղաքացու գրպանը մտնելով իրենց լեզվով ասած կառավարության գրպանից, այն նույն բաներ Երևանում կարա լինել, ինչ խնդիր կա, որ առանձնապես տարբերություն չկա։ Բայց երբ որ նայում տեսնում ենք, թե այդ իրենց վերջին շրջանի այդ խայտառակ մեծ թվով պարգևավճարները, իրենց այդ անհասկանալի զեղչերով ձեռք բերված այդ թաունհաուսները, բաները եւ այլն։ Հասկանում ես, որ մարդիկ այն ինչի դեմ իրենք պայքարելով, թմբկահարելով եկան իշխանության, իրենք նույն բանն են, դեռ մի բան էլ ավելի նախորդ շատ արածներին կոծկելով, սվաղելով, եւ իրենք էլ նույն բանը ամենը շատ լկտի ձևով այսօր տեսա, որ լրագրողների են բիրտուժով դուրս հանում ազգային ժողովից, բայց այս ամենի, այսպես ասենք, ինդիկատորը գլխավոր այն է, որ եթե նա շարունակում է մնալ իշխանության եւ արդեն թուրքերը բացահայտ են սատարում նրան։ Բացահայտ նախորդին հայտարարեց արտգործնախարարը Թուրքիայի։ Մարդիկ հիմա ուղղակի շոկի մեջ են, շատերը, այ ոնց կարելի է, բայց եւ Մայր Հայաստանի նախընտրական քարոզության ժամանակ 23 թվականին եւ ավականու նիստերի դահլիճի ժամանակ ես բազմիցս եմ հիշեցրել, այս տեղեկատվական հարահոսի մեջ մարդիկ շատ արագ մոռանում են 21 թվականի փետրվարին, երբ որ մեր գլխավոր շտաբը հնարավորություն հայտնեց եւ կոչ արեց հրաժարական տալ, Թուրքիայի արտգործնախարարությունը բացահայտ սատարել է դեռևս 21 թվականին, ուղիղ 5 տարի առաջ։ Այդ պահից սկսած Հայաստանը ունեցել է թուրքի պահած իշխանություն։ Այսինքն սա նորություն չէ, սա վերահաստատումն է, արգելիներս, մի զարմացեք, հա։ Հայաստան ունի թուրքի պահած իշխանություն, նրանք չեն էլ թվում, բացահայտ ասում են, որ բանը լինելու, իրենց կողմից լինելու է սատարում, այդ նաև նույնիսկ թվում է նաև նույն գերիների վերադարձներ այդ շրջանակներում, որ հիմա էլ ասում են իբրև թե ինչա ուրախ չեք, չէ իհարկե ուրախ ենք, բայց շատ ավելի ուրախ կլինենք, որ այդ գերիների վերադարձներ 6 ամիս առաջ, 1 տարի առաջ, 2 տարի առաջ, այն ժամանակ ավելի ուրախ կլինեինք։ Ուրախի ու տխուրի հարց չի։ Այլ որ դուք պահել եք այնքան ստոր եք, որ այս նախընտրական բանին ընդառաջ մարդկանցից էմոցիա գողանաք։ Այդ դա ենք մենք դա քննադատում, որ դուք այդ ձեր այդ քիրվաների հետ ինչ խոսում պայմանավորվում եք, անում եք Հայաստանի հաշվին, Հայաստանի քաղաքացու հաշվին, գերիներին տարիներով այնտեղ պահելու հաշվին, որ պրիմանկա աշխատացնեք նախընտրական քարոզությունից առաջ։ Այդ դրա համար է մարդկանց ցասումը իրական, ուրիշ ոչ մի բան չկա։ Պես որ Հայաստանը ունի թուրքի պահած իշխանություն եւ առաջիկա ընտրական գործընթացները ճակատագրական է լինելու մեր պետության համար։ Շնորհակալ եմ, պարոն Սուքասյան, դրույթի համար։
Իմ հյուրներ Երևանի ավագանում Այր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքասյանը։ Կհանդիպենք։